հորդորում եմ բոլորի Մարտես, եթե միամիտ հակիս կոստյումը ձեր դուրը չի եկել ու ինչ չեք ուզելու ձայնը տակ, ձայնը տվեք իրական ընդդիմության են ներկայացուցիչներին, ովքեր արտար են, ազնիվ են ու իրենց խոսույթի մեջ հստակ կա մեկ ուժ, որին իսպար պետք չի ձայնը տալ, ձայնը տվեք ընդդիմությանը, հատկապես ձայնը տվեք համարինին, իմ հզոր համայնք կուսակցությանը, Ռուբեն Մխիթարյանին։ Մենք բոլորս հաղթելու ենք համերաշխությամբ, իրար հարգելով, իրար սիրելով ու մեր Գյումրիին վերադարձնելով են լեննականյան միջուկը, համը, հոտը, ողնաշարը, որով ես հպարտանում եմ, որովհետև ես տեսել եմ այդ պատկառելի մարդկանց, ես ապրել եմ այդ պատկառելի մարդկանց հետ, այսօր մեր թիմում այդ մարդկանցից մեկն է Տիկին Սուսաննա Մկրտչյանը, խնդրում եմ ծափահարություններ իրեն։ Որից ես շատ բան սովորել եմ, որը շատ մեծ ազդեցություն է ունեցել իմ ստեղծագործական պատկերացումների վրա։ Մարտի 30-ին գնում ենք ընտրությունների։ Մեր բոլոր ծանոթներին, բարեկամներին, ովքեր ասում են, հա դե ամեն ինչ որոշված է, ժողովուրդ ջան, այդ հիմար թեզը տարածում են հենց իշխող ուժի ներկայացուցիչները, ուժայինները, ձեր թաղերում ունեն մարդիկ, որոնք ձեր հետ խոսելով ասում են, հա դե ամեն ինչ որոշած է, ԺՊ-ն անցնելու։ ՔՊ-ի ԺՊ-ն չի անցնելու։ Գյումրիում այդ խաղերը չեն անցնելու։ Գյումրիում գյումրեցին է ընտրությունը կատարելու ու այդ ընտրությունով նոր արև, նոր լույս, նոր հույս է բերելու ամբողջ Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալ եմ, որ այսքանը լսեցիք։